Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթը լի էր տարբեր իրադարձություններով եւ այն հատկապես նախընտրական էր։ Մենք այն պահին, երբ մտնում ենք եթեր, դեռևս Գյումրու ընտրությունների արդյունքներին տեղյակ չենք, սակայն այդ ընտրությունների նախընտրական փուլը այնքան է թեժացել, որ Գյումրիից բավականին տագնապալի լուրեր են հասնում, ձերբակալություններ, ռեպրեսիաներ, միմյանց նկատմամբ ուղղված բավականին կտրուկ հայտարարություններ եւ վերջապես նախընտրական բանավեճին ականատես եղանք, որի ժամանակ տեսանք, որ կրքերը բավականին շիկացել են։ Ըստ որոշ հարցումների, թեպետ իշխանության թեկնածուն համարվում է առաջատարը այդ ընտրություններում, սակայն շատ բավականին ցածր տարբերություն կա թեկնածուների միջև եւ դեռ հարցական է, թե ինչպիսին կլինեն արդյունքները, արդյոք կարողանա քաղ պայմանագիրը Գյումրիում ունենալ ձևավորել իշխանություն։ Այսօր Գյումրիի ընտրությունների եւ ոչ միայն այդ ընտրությունների մասին զրուցելու ենք մեր Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։ Պարոն Բագրատյան, ես գիտեմ, որ դուք նաև ինչ-որ ձևով առնչվում եք, հետևում եք Գյումրիի իրադարձություններին, ընտրություններին եւ նաև բնականաբար հետևել եք վերջին այս հետապնդումներին, ռեպրեսիաներին, որը իշխանությունը ձեռնարկեց եւ նաև գիտեք, որ միշտ չէ, որ այդ ռեպրեսիաները դրական արդյունք են ունենում, հա, տվյալ տեխնացուների համար։ Բնական է, որ իշխանությունը հիմա այդպես հուսահատ ջանքեր է գործադրում իր տեխնացուին առաջի տեղ բերելու համար, բայց նաև գիտենք, որ գյումրեցին էլ այդպես հեշտ հանձնվող չէ, հա, այդ կարող է եւ հակառակ էֆեկտ ունենալ, չէ, զայրացնել եւ մարդիկ գնան ու պարզապես դեմ քվեարկեն այն քաղաքական ուժին, որը նման քայլերի է դիմում։ Բայց մյուս կողմից կա այսպիսի մի իրողություն, որ դիմ ընտրություններում միշտ չէ, որ մարդը գիտակցում է, որ դա քաղաքական ընտրություն է եւ ինքը ընտրում է տվյալ կուսակցությանը։ Ավելի շատ ոնց որ անհատների ընտրություն է գնում, հա, քաղաքապետի ընտրություն է գնում։ Ես կուզեի, որ մի քիչ կիսվեիք մեզ լսողների հետ, թե դուք ինչ կանխատեսումներ ունեք այս առումով։ 5 քաղաքական դեմք ունեն լուրջ ռեյտինգ։ Ես թվեր չասեմ։ Այդ թվերի մեջ էական տարբերություն չկա։ Իշխանության արած սոցհարցումները, հատկապես երբ որ Գելլապն անում, այդ Արամ Նավասարդյան կոչվածը, նրան ասում են թվերը, նա սարքում է, փողը տալիս է, սարքում է։ Երբ որ սս բաները ասում եմ, նեղանում է ինձանից, այդտեղ հարցում չկա, դա Գելլապ չկա ընդհանրապես։ Այնուամենայնիվ այս մարդիկ իրենց հարցումներն են անում, եւ գյումրեցիք բավականին ակտիվ ժողովուրդ են, շատ հետաքրքիր է, գյումրեցիք այս բան շատ ավելի ակտիվ են, քան թե Երևանի ընտրությունների ժամանակ։ Այդ 5 ուժերն են՝ Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը, Մայր Հայաստանը, սրանք 4-ն էլ ընդդիմադիր են, եւ ԿՊ-ն։ Բացահայտորեն մյուս ուժերը, պրոստը շատ փոքր թիվ են կազմում։ Ասենք կա Լևոն Բարսեղյան եւ այլն, նրանք փոքր թիվ են կազմում։ Եվ տեղական ինքնակառավարման ընտրությունում մի հետաքրքիր մոմենտ կա։ Ըստ էության պետք է իշխանական տեխնացուն նույնիսկ եթե ոսկի է, չկարողանա հաղթի ու պետք չի որ հաղթի, որտեղ կա բյուջեի խնդիր։ Բանն այն է, որ ՀՀ սահմանադրության 185-186-րդ հոդվածներով եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին 86-րդ հոդվածով, որին առնչություն են ունեցել ներկա իշխանություններն արդեն, սահմանված է, որ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեն չի կարող լինել դեֆիցիտային։ Դեֆիցիտը այնտեղ պիտի փակի, դեֆիցիտը տանենք վերև։ Եվ երկրորդը, եթե տեղական ինքնակառավարման մարմնի միջոցները սեփական չեն հերիքում, ապա իրանց պետք է տան մասանումն շահութարկից եւ եկամտահարկից։ Արդեն 17 թվականից սկսած դեռևս մինչև այս իշխանությունը, առավել եւս այս իշխանության 8 բյուջեները, որ ընդունել են, միշտ ընդունել, օրինակ 2025 թվականի բյուջեում կա հոդված 7-ի 5-րդ կետ, որ տեղական ինքնակառավարման մասին օրենքով նախատեսված մասանումները այս տարի չեն կատարվում։ Անցյալ տարի էլ գրել էին, որ 24 թվականին չեն կատարվում։ Բայց դա օրենքի խախտում է, չէ՞։ Դա օրենքի խախտում է, իրանք օրենքը խախտում են։ Բյուջեն օրենքով են ընդունում։ Причем տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը դա բարձրակարգ օրենք, այսպես կոչված սահմանադրական բան է։ Հիմա, օրինակ Երևանն էլ ես ասեցի, չխառնվեցի ընտրություններին, բայց ասեցի ես չեմ հասկանում, որոշ ուժեր իրենց ընդդիմադիր են համարում, օրինակ Հայկ Մարությանը, օրինակ Մայր Հայաստանը, օրինակ Դոգի կուսակցությունը, տենց էլ կոչվում է։
Ես դուք չեք ուզում բյուջեն ուզել։ Ահա։ Տեսեք, օրինակ կուսակցությունից մեկը ընդդիմադիր անունը չտամ Գյումրիում ասում են, որ սա կդարձնենք բան ազատ գոտի, հարկերից կազատենք։ Օրինակ ես վարչապետն եմ, ինչպես պիտի դիմավորեմ դա։ Կասեմ չհասկացա այդ քո ասելով հարկերից ազատելը։ Բա պետությունն ի՞նչ անի։ Եկուց Վանաձորն էլ դա կուզի, Հրազդանն էլ կուզի, Սևանն էլ կուզի։ Բայց կա մի բան, որ իրանք չեն ուզում ասեն կամ չգիտեն, որն ի դեպ որի համար դիմել էր ինձ Վարդան Ղուկասյանը։ Այ ախպեր ջան ասում էր, չեմ կրնա պատկերացնել ասես, այս սաղ Գյումրին կաշխատե գասմա 5 միլիարդ բյուջեն ո՞նց է 5 միլիարդ։ Մասնագիտական օգնություն խնդրեց։ Ապարեցինք եւ ներկայացեցի ես այդ արդյունքը, որովհետեւ ասացի Փաշինյանը ձեզ չի տալի շահոտարկից եւ եկամ տարկից մասամ։ Իդեպ կասեք, բաբ գրում են, չէ՞, հաճախ ձեր վաղտ ինչ է, մեր վաղտ 30%-ը գնում էր։ Օրինակ, պատկերացեք, ձեզ մոտ գյումրեցի կա աշխատող Գյումրի ցակում, ինքը ստեղ ձեր թերթում ստանում է աշխատավարձ։ Ենթադրենք 200,000 դրամ։ Դրանից 20 կոպիտորեն 25% պիտի գնա հարկ։ 25% 200,000-ի 50,000 դրամ է։ Այդ 50,000 դրամի 30%-ը 17,000 դրամ։ Ձեր հաշվապան պատկերապարտավորը փոխանցել Գյումրիվա բյուջե։ Հա, բարձր է։ Կամ էլ սա հարկային է Հիմա ձեր ասածից այդպես է հասկացվում, որ համայնքապետից եւ համայնքային իշխանությունից շատ բան է կախված, չէ՞։ Համայնքապետը օրինակ ինչ պիտի պահանջի, ինչպես պիտի իրեն բալի։ Վարդան Ղուկասյանն լինի, Մայր Հայաստան, եթե իրանք հաղթեն, հա, իրանք կանգնելու են ասելու են մեր փողը տուր։ Եւ այդ հաշվարկով Գյումրիվա բյուջեն 5.7 միլիարդ դրամից դարավ 28.9 միլիարդ։ Որ այդ 5.7 միլիարդից Եթե իր պարտավորությունները կառավարությունը կատարում է։ Այո։ Իհարկե դրանից հետո, քանի որ բյուջեն մեծացել է 5 անգամ, կառավարությունը կարող ասել դե դպրոցները տալիս եմ ձեզ։ Օրինակ ես ասեմ, ո՞նց կարող է պատահի դպրոցները համայնքներին չլինեն։ Հիմա դուք կասեք անտերություն կլինի դպրոցներին հիմարություն։ Չէ, հակառակը իշխանությունը սաղ կենտրոնացրեց, բերեց նախարարությունների նախարարություն լուսավորության, կրթության, ու ինքը ծրագրերը հաստատում է, ինքը անում է, ասենք, երբեմն ատեստացիա ուսուցիչների, այդ ինքն է։ Բայց ինչ գործ ունես դպրոցում ինչա կատարում։ Հետո սկսում են մրցակցել, չէ՞, համայնքները, օրինակ ես հիշում եմ 95-96-ին ոնց էր Դիլիջանը մրցակցում Իջևանի հետ։ Փող ուներ։ Այն վաղվա համակ փոքր փող էր, բայց էական, ավելի իրանք էական էր, քան թե Երևանը։ Կամ ասենք Երևանի բյուջեն։ Այս օրինակ չէր կարելի Տիգրան Ավինյանին ընտրել բոլոր դեպքերում, մի կողմ թողնենք, ինչ մարդ է, ով է, ինչ է։ Այս խոսակցությունները թալան, մալան, ԿՊՄԲ մի կողմ թող։ Ինքը իշխանության տեխնացուն էր, կամ Հանրապետություն կուսակցությունը գնում է ձայն եք տալիս։ Հանրապետություն կուսակցությունը իշխանության հետ է։ Եվ Ավինյանը եւ Հանրապետություն կուսակցությունը չեն պահանջելու կառավարությունից, որ մեր փողը տվեք։ Երևանի բյուջեն պետք է 350 միլիարդ։ Ու հետաքրքիր է մի բան ասեմ ձեզ Երևանից ասենք։ Երբ որ ասում են մենք մետրոյի կարան կառուցենք, ասում են 3 մատի կոմբինացիա։ Ես կողքից խառնվեցի։ Բայց ինչու 3 մատից կոմբինացիա, որովհետեւ դուք Երևան մետրո կառուցելու փող չունեք։ Ձեր փողերը էս ավլելն է, մաքրելն է, փոսերը լցնել ասֆալտապատ ու մի քանի մշակութային հիմնարկների աշխատավարձ տալն է։ Հասկանում եք։ Որովհետև իսկապես իշխանությունը վերևը լկտիացել է։ Օրինակ հասարակ բան ցես բերեմ։ Նախ իշխանությունը բյուջեն ծախսում ոնց ուզում։ Հետո սա բյուջեն հավաքել է ձեռը։ Տեսեք, Գյումրի համայնքի տարածքում ձևավորում է 85 միլիարդի հարկային եկամուտ։ Այդ 85 միլիարդից 2.5-ը թողում են, իրանք հավաքում են։ 3 պետությունը, ասենք 3.85-ի մեջ քանի տոկոս է կազմում։ 4%-ն ընդհանուր 3.4%-ն պետությունը տալիս է դոտացիա։ Այդ էլ պիտի գաս խնդրես։ Խնդրելու ձև կա։ Կա, այսինքն ձևով են խնդրելու։ Ուժեղ խնդրել, թույլ խնդրել։ Հասկանում եք։ Մտնել ջղանանալ թքել դուրս գալ ֆինանսների նախարարություն։ Մի ահավոր հիմնարկ է դարձել ֆինանսների նախարարությունը։ Երիտասարդ տղա է նախարարը, ոչինչ չի պատկերացնում իր աշխատանքից։ Փողն իր ձեռն է։ Բնականաբար վարչապետը խորհրդակցում է որոշում տալ թե չտալ։ Սա պիտի վերացվի։ Բայց գիտեք, չէ, մեր ընտրողների մոտ այնպիսի տպավորություն է, որ ճիշտ հակառակը, պետք է լավ հարաբերություն լինել դրանց թիմի անդամ, հետները լավ լեզու գտնել, որպեսզի կարողանալ տվյալ համայնքը իբր լավ բյուջե ունենա, լավ։ Ասում եք, որ դուք հիմա հակառակն եք ասում, փաստորեն։ Մենք ասում ենք, որ դեմոկրատական պետք է լինի պետությունը։ Ուրեմն պետք է հստակ օրենք լինի, օրենքով ես ստանամ։ Բայց եթե իմ ստանալու մեխանիզմը գնալ կառավարություն խնդրելը, հենա այն ընդդիմության տեխնացուներն իրաց տեխնացուները դնում։ Ես եղավ բա։
Ես կարծում եմ, որ մարտի 30-ից հետո շատ մեծ իրադարձություններ կարող են սպասվել, որովհետև նորմալ իշխանությունները Երևանը փորձել է թույլ չտալ որ Հիմա աշխատեն։ դուք կարծում եք, որ Գյումրիի փառաքարի ընտրությունների արդյունքները կարող են անդրադառնալ ընդհանուր երկրի Վիճակի մթնոլորտի վիճակի շարունակության ապագայի վրա, հա? Այդպես Ալիջան, հնարավոր է։ ինչ համայնքապետ, որը պիտի անդադ Երևանից փող խնդրի։ Իրանց փողերի առնվազն 60%-ը Երևանն ատար է եւ չնչին։ Մինչդեռ եթե ճիշտ սահմանադրության եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքով նախատեսված դրույթները կիրառվեն, իրանք ինքնաբավ են։ Կլինեն համայնքներ այդ կիրառումից հետո, որոնց փոքրիկ դոտացիա պետքա տան։ Չէ՞ որ առյուծի բաժինը հարկա եկամտահարկի, շահութարկի, ավելացված արժեքի հարկն ամբողջությամբ, մաքսատուրքերն ամբողջությամբ մնում են կենտրոնական կառավարության տրամադրության տակ։ Բայց կենտրոնական կառավարությունը դրանով չի բավարարվել։ Մտել է դրան սաղի փողն հավաքել, ասել դե գա խնդրեք։ Այդ բյուջետային այդ համակարգը, գործող համակարգը դիկտատորական պետության համակարգ է, որը հարիր չի ոչ սահմանադրությանը, ոչ էլ դեմոկրատիայի սկզբունքներին։ Մենք տեղական ինքնակառավարում չունենք, իրանք բյուջետ չունեն։ Քույկը հարկով ու հողի հարկով տեղական ինքնակառավարում չի լինում։ Իր տարածքում գործարան կա, գործարանը կոպեկ չի տալի շահութարկից։ Լավ, այդ ֆինանսատնտեսական մասը շատ լավ բացատրեցիք, երևի հասկանալի է մեզ լսողների համար, բայց ես կուզեի նաև այդ ընտրությունների քաղաքական դերն ու նշանակությանը մենք անդրադառնանք, հա։ Հիմա նայեք, մի տարի ընդամենը հազիվ մի տարի, հա, մնաց խորհրդարանական համապետական ընտրություններին եւ պարզ է, որ այս իշխանությունը փորձելու է նախ հոգեբանորեն ներշնչի, որ ես հաղթող եմ, ես մեծամասնություն ունեմ, հա, տեսեք Գյումրիում հաղթեցի, Փարաքարում հաղթեցի եւ այլն, եւ մի բան էլ կա, որ այդ համայնքապետարանները հետագայում ծառայելու են ՔՊ-ի համար ձայն բերելուն, չէ՞։ Հիմա այդ առումով հիմա երկու կարևոր համայնքում մենք ունենալու ենք ընտրությունների արդյունքներ, որոնք կարող են նպաստել կամ խանգարել քաղ պայմանագրի վերարտադրությանը։ Ես այդպես եմ հասկանում։ Ես էլ եմ հասկանում։ Համաձայն եք այդ Գյումրիում ես Փարաքարում չեն հրավիրել զրույցի կամ չեմ տիրապետում իրավիճակի։ Այնտեղ էլ շատ ուժեղ ընդդիմադիր թեկնածու կա։ Գիտեմ, բայց չեն հրավիրել, չեն եկել զրույցի։ Գյումրիի մի քանի ուժեր զրուցել են ինձ հետ։ Այդ բյուջետային հարցերով բաներով։ Ես հասկացել եմ, որ այդ ուժերը կարող են հաղթել այնտեղ։ Ես իրանց նույնիսկ ասել եմ հաղթելուց հետո հորդորել եմ միասին լինել։ Որովհետև այնքան հարց չի իրանց մեջ հարաբերությունները։ Դրանից հետո ասում եմ, ելեք ոտով եկեք Երևան։ Ասեք գնացեք։ Մանավանդ Գյումրիից է եկել, չէ՞, այս իշխանությունը ոտքով։ Հա, այդ օրինակով էլի։ Շատ Ասել եմ, հետաքրքիր։ բանը տեսնենք ինչ կլինի։ Ես չեմ ուզում վատ ցեղ շպրտել նույնիսկ իշխանության ներկայացուցիչների վրա, պարզապես չեմ ճանաչում այդ մարդկանց, հա։ Հա, մեկին եմ ճանաչում այդ Լևոն Բարսեղյանին, նա գիտենք նա ինչ տիպ է։ Հա։ Բայց ասենք իշխանության հիմնական տեխնացուին ես չեմ ճանաչում։ Բայց ինքը ով է լինի, ոսկի է լինի, ինքը քաղաքին բյուջետ չի ապավելու։ Քաղաքը շարունակելու է քարշ տալ իր գոյությունը։ Իսկ որ Գյումրին ինքն է դատեք 39% աղքատություն, հանրապետության 23% միջինի դեպքում։ Գյումրիում 39, հա։ 2% ծայրահեղ աղքատություն, ծայրահեղ աղքատություն։ Ըստ որում Գյումրին եւ Գեղարքունիքը, Շիրակն ու Գեղարքունիքը, Շիրակի մեծ մասից Գյումրին է, սրանք ամենաաղքատ բաներն են։ Բնակչության մեկ շնչին ինքնող հնայով հանրապետության միջինից հետ են մնում 3 անգամ։ Դու հասկանում ես, դա զգացվում է։ Գյումրին ասեն կապան չի էլի, մետալուրգիական կոմբինատները բաներ կան, երևում է հագուստից էլ երևում ժողովուրդը կարգին հագնված է։ Այնտեղ Գյումրիում տեսնում ես այդ աղքատությունը։ Եվ այդտեղ կա Թալին, այնց հոգ են տանում իրաց քաղաքի մասին, ամեն մի շենքի մասին, ամեն մի բանի հետ։ Մենք ունենք այսօր Գյումրի, մենք իրենք քաղաք ունենք ցույց տալու, որտեղ միջնադարյան ճարտարապետություն կար։ Գյումրին էր Գորիսը եւ Շուշին։ Շուշին վեկալան, մերոնք հանձնեցին դուրս եկան, պարտվեցին։ Այսօր Գորիսն ու Գյումրին են մնում։ Մյուս քաղաքները տես չունեն, նույնիսկ Երևանը դեմք չունեն, դեմք չունի Երևանը, կամ առավել եւս Վանաձորը, կամ ինչ դեմք ունի Աբովյանը, հասկանում եք։ Կամ Ալավերդին։ Ժամանակին պիտի ձևավորվեին, Գյումրին դեմք ունի։ Գյումրին հավեսը գալիս է որ գնում ես, հասկանում ես։
Այո, Բան Մագրիցյան, հիմա նորից ընդդիմության շրջանում խոսակցություն է գնում իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին եւ ոմանք կարծում են, որ պետք չէ սպասել ընտրություններին, սրանց ճանապարհելու համար իշխանապողությունը պետք է սկսել շատ ավելի շուտ եւ անել հնարավոր բոլոր եղանակներով, հա, մեկն ասում է փողոց դուրս գանք, փողոցային պայքար անենք, մյուսն ասում է իմպիչմենտ անենք, քաղաքապայմանագրի падգամավորներին քաշենք մեր կողմը եւ այլն, եւ հիմա կարծես թե ընդդիմությունը քննարկում է իմպիչմենտի տարբերակում վարչապետի թեկնածուի հարցը, որովհետև իմպիչմենտի այդ փաստաթղթի մեջ պետք է անպայման անուն գրվի, թե ում են առաջարկում ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանի փոխարեն։ Դուք կարծում եք, որ հնարավոր է, որ իմպիչմենտը ընդհանրապես ստացվի, հա, եւ կարելի է արդյոք կարող են արդյոք ընդդիմադիր ուժերը գոնե պարլամենտական այդ երկու ուժերը գալ իրար հետ համաձայնության եւ կարող են հիմա գտնել մի տեխնացու, որը ընդունելի լինի տարբեր քաղաքական ուժերի եւ հասարակության համար։ Impeachment-ի մասով կարծում դա հնարավոր է եւ եթե հնարավոր է թողանեն դրանից Վնաս չկա, ուժի մեկը վնաս չկա։ արխիվում ընտրություններ կան։ Այո, Տեխնացուի մասով ճիշտ չի լինի իմ անուններ տամ։ Ես մի 5-6 տեխնացու տեսնում եմ։ 5-6 շատ լավ է, եթե այդքան տեխնացուներ ունենք։ Դա ունենք։ Ընդհանրապես պետք է համաձայնության գան, չէ՞, ինձ թվում է այդ ուժերը պետք է կոմպրոմիսի պետք է գան, էլի, այնպես չի որ դա մի վերջնական հարց է լուծվում։ Ընդհանրապես դա միջանկյալ ժամանակավոր տեխնացու կարող է լինել պարլամենտական երկու ուժերին իրանք պետք է հստակ մի բան հասկանան։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը մի խնդիր է։ Հետո վարչապետ կառավարություն ձևել է երկրորդ խնդիր։ Այո, Այդ երկու խնդիր բաժանեք իրարից, որ կարողանաք առաջի խնդիրը լուծել։ Հզոր եթե առաջի խնդիրը լուծված չէ, երկրորդ խնդիրը մասը խոս լինել չի կարող։ Հետո կարող եմ հստակ դա ասել։ այո։ Տեսնում եք հնարավորություն, որ կարող են գալ համաձայնության։ Իմ խնդիրն եմ տեսնում այսպիսի արտահայտություն ձեր կանալի միջոցով ասել։ Ահա, Սա է ձևը։ ահա։ Հարգելի գործընկերներ, այսպես ասեմ։ Մանավանդ այնպիսի տպավորություն է, որ մեզ շատ ժամանակ եւ շատ հնարավորություններ չեն մնացել, իրավիճակը գնալով սրվում է, բարթանում է, հա, կան խնդիրներ, որոնք չի կարողանում այս իշխանությունը լուծել եւ այդ իր հիստերիան, այդ իր ագրեսիան նաեւ պայմանավորված է դրանով։ Ազգային ժողովի վերջին այս քարորիայի ժամանակ ուղղակի անընդունելի հայտարարություններ արեց ամբիոնից, մինչեւ մայ վերջի երկու նախագահներին էր անընդհատ անվանարկում, հիմա նաեւ ավելացրեց առաջին նախագահին, հա, երեք նախագահին միասին, այդպես գոռալ, ճվալ, չկա, երևում է, որ ինքը չի կողմնորոշվում այլևս, իր անելիքը չգիտի ուր գնա, ինչ անի, եւ դրանի պատասխան այս ընդդիմության, մեր հասարակության, այս ապաթիան, այս սպասողական վիճակը դուք ո՞նց եք կարծում հնարավոր է արդյոք ինչ որ բան հիմա սկսել process, որը կարա հանգեցնի իշխանապողության եւ երկիրը հանի այս վիճակից։ Դա հնարավոր է։ Եվ այդ երեք նախագահներն էլ էական դեր ունեն։ Պատահական չի, որ ինքը իրանց հայոյն էր։ Այո, եւ բանավեճի է կանչում, գոռալով, ճվալով, բանավեճի հայհոյելով, կանչում, հա, այտենց չէ դա չքննարկենք, այդ մոլագարություն էր, փողոցային խուլիգանի արած։ Հասկանում, դա պետական գործ չի արած չէ։ Բայց այդ երեք նախագահներն պետք է հասկանան, որ ինքը դա անում է անզորությունից։ Ինչ է ուզում անի, որ միտեղ, ասենք Պետրոսին կանչի, նրանցից մեկը, երկուսը, երեքը գան, նասկի քրֆել, թույլ չտա այդ մարդիկ խոսեն, հետո իր ժեխը, այո, կա այդպիսի մի զանգված, հիմա արդեն 5-10%, մի ժամանակ 80-90% էր, իր ժեխն ասի, տեսեք մալադես, ոնց էր հայոյում է, ոնց քվրտեց։ լավ շշպռեց, հա։ Շշպռեց, հա, քվրտելու մեջ են իրանք գտնում հաղթաթուղթը։ Իսկ ինչն է այդպես, ոչ մի բան չի ստացվել։ Ինչ ասում է, սուտ է դուրս գալիս։ Հադրութը տվեց, ասեց այդ ոչինչ, այդ ամեն ինչ կարքի կանենք, հետո Շուշին տվեց, ասեց դժգույն քաղաք է եւ այլն, հետո ասեց վերջապես Ղարաբաղի հարցը լուծել են, հետո Ղարաբաղը վերցես տվեց, հասկանում եք։ Հիմա հայտարարում է Ղարաբաղյան շարժումը հնարավոր չի, դա չպիտի շարունակվի, ասում է թռնեք երկինք իջնե գցած Ղարաբաղյան շարժում չի լինելու։ Հա, բայց ինքը Ղարաբաղի տեղը խի է խոսում։ Մեկը ենթանենք ես Ղարաբաղցի չեմ։ Մեր տեղը բան Բագրատ։ Դու ինչ գիտես, օրինակ Ղարաբաղը էլ հայկական հող, ես օրինակ հիմա էլ գտնում եմ, եթե հիմա էլ արեք լինի ինձ ղեկավարելու երկիրը, որ դա ինքնորոշման խնդիր է եւ դա Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է։ Դու իրենց տեղ ես հարցեր լուծում։ Եվ հայ ժողովրդի փոխարեն Եվ հայ ժողովրդի, այո։
Հարցը դե այս բոլորը ինքը պարտվել է, հետո ասում էր ճանապարհ չեմ տա, հիմա Միջանցք է տալի, հաստատ եմ ասում, Միջանցքա պարզապես տալի, հետո հիմարի տեղա դնում ինքնին, ասում է ինչ էլ տանք ասելու են Միջանցքա, ընկեր ջան, ճանապարհի ու Միջանցքի մեջ չստակ տարբերություն կա, գլուխներից մի յուղի, ճանապարհի պարագայում կա մաքսազերծում, կա սահմանապատ ծառայություն, կոչվում է տրանզիտ, Բեռների տրանզիտ, Ադրբեջանից Ադրբեջան, այտենց են ասում, օգտագործի այդ բառը, բայց եթե դու Միջանցք չես տալի, եւ մի ֆրացու է ժողովրդին, որ է ժողովուրդն ասի, արա դե հա ճիշտ ասում էլի, ընդհանրապես ճանապարհը Միջանցքա տալիս, երբ որ Միջանցքա տալիս, դա դառնում է բան արտատարածքային, որովհետև այլևս Ադրբեջանը այդ տարածքի նկատմամբ անվերահսկելիորեն անսուդարձի իրավունք է ստանում, այսինքն դու կիսում ես այդ իրավունքը Ադրբեջանի հետ. Եվ դեռ հայտնի չի, դրանից հետո Ադրբեջանը թույլ կտա, որպեսզի հյուսիսային ու հարավային Հայաստանի միջև կապ լինի։ Այս հասարակ բան է, ժողովուրդ չի կարող, շատերը չեն կարող ընկալեն։ Հա, Գյումրիում փողոցում քայլում են մոտենում են, հարցնում էին այս հարցը։ Սերլիներս, ինքը չպետք է ասի ճանապարհ եմ տալի։ Ինքը պիտի ասի, օրինակ պիտի ասի տրանզիտային ճանապարհ եմ տալիս, հասկացա, ոնց է Վրաստանում ես տալիս, Ռուսաստան գնալու համար։ Ու մեկ ֆրասում, ինքը Ալեն Սիմոնյանն այս բաները կրկնում։ Արադ Միրզոյանը։ Լսեք, ձեր նպատակն է խաբել, թե դուք այս բոլորը չգիտեք։ Այո, խաբել, Եթե չգիտեք, բացատրում եմ, իմացեք։ Ոչ մի դեպքում չեք տալիս։ Եթե Ալիևը ձեզ սպառը, ձեզ պետք է այդ խաղաղության պայմանագիր, քեզ պետք է այդ խաղաղության պայմանագիր, ոնց որ ճամփայա բացվելու ու մենք օգտվելու ենք, իրանք օգտվելու են այդ ճանապարհից դեպի Նախճիվան, ըստ որում իրանք օգտվելը չի հետաքրքրում, իրանք երկրորդ օրը այդտեղ սարքելու են բուչա, կռիվ, հետո ասելու են Հայաստանի ստորագրած թուղթն է, ինքը Հայաստանը Միջանցքը չի պահպանում, եկել են կարգոկանոն հաստատել, մտցել են ադրբեջանական կամ թուրքական զորքեր։ Այս բոլորը այնքան պարզ է, այս բոլորը ինքը ուզում է մեզ բոկի բերի խաղաղության պայմանագրին չես բերում։ Այդ խաղաղության պայմանագրի որ կետնա խաղաղությունը։ Խաղաղության պայմանագրում կետ չկա։ Ես չեմ տեսել պայմանագրի, բայց առանցին հատվածներ անդադ քննարկվել են, ամենը 17 հոդված է։ Ոչ միտեղ կետ չկա, որ Հայաստանը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականություն։ Ավելին Միջանցքը տալիս հետո ասել է բայն 300,000 ադրբեջանցիք բերեն, որտեղից են մոգոն այդ թիվը, ինչ ադրբեջանցիներ, բայն 600,000 հայեր է։ Էդ էլ է լինելու։ Այո, Ադրբեջանի անգլավներն էլ են լինելու։ Փորձանք է։ Ինքը տեղով փորձանք է։ Հետո ինքը հիմա արդեն ընկել է դավաճանության գիրքը։ Ոնց ասեմ ձեզ, մի քիչ կոպիտ անեց։ Ոնց որ մի կին որոշի ելելով նյութական պայմաններից զբաղվի պառնակությամբ։ Հիմա սկսել է զբաղվել, բայց հիմա իր համար սկզբունքային հարց է դարձել, օրը քանի անգամ է զբաղվում։ Ինքը այդ բորնիկն է դարձել քաղաքական ռեգիոնում։ Դու արդեն վաճառել ես Հայաստանից բաներ, վաճառել փոխաբերական իմաստով եմ ասում, չգիտեմ ինքը ինչ է ստացել հատկապես։ Չի կարող հետ կանգնի։ Չի կարող ասի վերջ։ Սա սխալ էր։ Չէ, ինքը իրան փակուղի է մղել եւ հնարավոր բոլոր Այդ փակուղին ես գուցե լավ չհամատեցի, ինչ որ մտքովս դա անցավ։ Հա, ոնց որ ինքը նման է ամուսնու դավաճանած կնոջ։ Եվ այդ կնոջ արդարացումներն է, որ ես ընդամենը 2 անգամ դավաճանել կարա չէ 22 անգամ դավաճանած լինեի, բայց 2 անգամ եմ դավաճանել, դες ինչ անում։ Բայց այդ փակուղին ամեն ինչում է երևում, էլի, պարոն Բագրատյան։ Հիմա օրինակ տեսեք, ասում է ընդունում է Եվրաքվեի մասին այդ որոշումը, ասում է գնում ենք դեպի Եվրոպա։ Հետո հայտարարում է, որ գնում եմ մայիսի 9-ին, բայց ԵԱՏՄ-ից դուրս չի գալիս, հապկից դուրս չի գալիս։ Այդ Եվրոպա գնալն էլ ընդամենը ինչ որ մեկնարկը հայտարարելու մասին է խոսքը գնում։ Չես հասկանում վերջը, ի՞նչ է ուզում ես մարդը, ուրա գնում, ինչն է փոխում ինչով, ինչի է ասենց քայլեր անում, այդ օրենքը ինչի նախագիծը ընդունեցին ազգային ժողովում։ Մի կողմից ուզում է այս եվրոպամետներին գտնի Սիրաշահի, մյուս կողմից ուզում է ռուսներին Սիրաշահի։ Այդ փակուղին նաև այդ արտաքին հարաբերությունների մեջ է, չէ՞։ Ինչ ես մտնում այդ պատմության մեջ։ Եվրոպայից մի հատ ռեակցիա անգամ չեղավ, որ մենք ողջունում ենք, չնայած դա ձեր ցանկությունը, ռեակցիա անգամ չեղավ։ Եվրոպան մինչև այդ նախագիծը ընդունելուն, չէ՞։ 100 անգամ հասկացրել է, որ ընդհանրապես Եվրոպայի սահմանները չենք տեսնում Հայաստանով։ Որտեղ եթե Հայաստանին ընդունեցին Եվրամիջին, Թուրքիային պիտի ընդունենք ախպեր։ Հիմա հասարակ բանը չենք անում հասկանալ Նիկոլ Փաշինյանը, այդ Եվրամետները Եվրաքվեի ով է, այդ Արտակ Զեյնալյանն է ներկայացնում, դու ամոթ չես անում, դու Արտակ, այդ ինչ ես ներկայացնում։ Դու հավատում ես քո արածին։
Արամ Սարգսյանը ամբողջ օրը դրանից է խոսում։ Արամ Սարգսյանը ամբողջ օրը ինչա խոսում, չես հասկանում ինչա խոսում։ Այն Արման Բաբաջանյանը, չգիտեմ են Հովսեփ Խուշուրյանը։ Ախես ազգ ապրել է 3000 տարի, որովհետեւ մեզի Հովսեփ Խուշուրյանը սովորացնի ինչ անենք։ Մանտրաշ չեն էլ հանգստանում, երբ որ Տրամպը եկավ իշխանության, է։ Տրամպը այսօր Ռուսաստանի հետ գործարք է կայացնում, հասկանում եք։ Լավ, վատը գործարք է Ռուսաստանը շանս աստացը 4-ով դուրս գալ հետ ամեն։ Դուք պետք է ռեալ իրականությունից ելնեք, ոչ թե ֆանտաստիկ ծրագրեր կազմեք։ Եվրոպա թե Ամերիկա, մենք ունենք ընտրություն Ռուսաստան կամ Թուրքիա, կամ Ադրբեջան։ Թուրքիան ու Ադրբեջանը նույնն են, էսա։ Չէ, այդ մարդիկ են, որ պարոն Վագրատյան օրը 24 ժամ ելույթ էին ունենում, ասում էին բացառված է, որ Թրամփը ընտրվի։ Բացառված է, Թրամփը չի գալու իշխանության։ Իրանք այդ գաղափարով, այդ գիտակցությամբ հիմա այս երկրի ճակատագիրն են ուզում որոշած լինեն։ Այս մեր զրուցակիցներից մեկը, օրինակ Սուրեն Պետրոսյանը, երիտասարդ քաղաքական գործիչ է, ասում է, ընդհանրապես ուզում են Ռուսաստանի նպատակությունը փոխեն Եվրոպայի նպատակությամբ, ասում է, ուրիշ ոչ մի բան, սրանց մտածածը դա է, սրանք ասում է ի վիճակի չեն։ Ձևակերպան հետ։ Ինչ է նշանակում Ռուսաստանի նպատակություն, ինչ է խոսում։ Ինչի է նպատակություն։ Հիմա աշխարհը, գլոբալ աշխարհը բաժանվում է ռեգիոնների։ 8 ռեգիոն է ձևավորվում, 8 կենտրոն։ Ամերիկա, այդ Գրենլանդիա, Կանադա, Մեքսիկա, Եվրամիություն, որտեղ լիդեր հստակ չկա, մի թեթև լիդեր կա Գերմանիան, Ռուսաստան, ՀԱՊԿ-ով, Եվրասիական միությունով, սոն BRICS-ը չի ձևավորվում, Չինաստան, որ ուզում է պարզապես Տայվանը հետ ստանա եւ շարունակի աշխատանքը, Հնդկաստան, տեղավ 5-րդը, Հարավային Ամերիկայում չի ձևավորվել, բայց ամենայն հավանականությամբ Բրազիլիան է լիդերը, եւ Աֆրիկայում չգիտենք ինչ կլինի։ Աֆրիկայում լուրջ դիրքեր ունի Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը։ Ախպեր ջան, 29000 քառակուսի կիլոմետր չես թողես, փուճուր երկիրը մեկին պիտի հարի։ Որոշ երկրներ այդ ընթացքում չես ասում եմ որ բոլորից կախված լինեմ, այդ նշանակում է ես ինքնիշխան կլինեմ, այսինքն հնարավոր է կախվածությունը մեծացնեմ բոլորից։ 95 թվին այդ բանն ասվեր, հասկանալի կլներ, 94 թվին կամ 96։ Չեն թողում։ Գլոբալ աշխարհից անցում է կայացվում ռեգիոնալ աշխարհի։ Ռեգիոնալ աշխարհի, այո։ Հիմա գնաք Տրամպին ապացուցես այսօր, ասա ամեն օր մի սանկցիա մտցնում։ Ուրիշ աշխարհ ենք հայտնվել։ Այո։ Այսինքն աչքերն այդ փակում եք այդքան ապուշեք, կամ ինչ է նշանակում հպատակ։ Հիմա օրինակ դուք համարում եք Բելարուսը Ռուսաստանի հպատակն է։ Միջուկային զենք ունի արդեն։ Չէ, շատ խելացի իրենց շահերը պաշտպանեցին, իրանք ճիշտ պահեցին իրենց։ Իրանք երկիր ամբողջական նրանց երբեք բելարուսական պետություն մինչև 90 թիվը չէր եղել։ Բելարուսական պետություն կյանքում չի եղել։ Մինչև 90 թիվը։ Հիմա 3000 տարվա պատմությունը ժողովուրդը մեռավ հողողտը, էլ Արևմտյան Հայաստան, էլ Ղարաբաղ, էլ Ուտիկ, սա Գարդման, Մարտման, սա տալով եկանք։ Բայց մի քիչ մեզ չպայենք պետություն։ Այս որում նայեցեք որ վիճակն է շատ բարդ է։ Մեր վիճակների բարդությունը գալիս է Փաշինյանի առած հիմարություններից։ Մենք այս տարածաշրջանում 4-5 հարևանների մեջ ունենք ամենից երկու երկիր, որ մեր հետ են։ Իրանը եւ Ռուսաստանը։ Երեք մի հետաքրքիր բան նայեցի, ոնց չֆիքսեցի։ Գելավ ասած են։ Այո։ Լավ ժուրնալիստ է։ Այս ֆուտբոլը որ եղավ այնտեղ շշերը շպրտեցին։ Հրավիրել մի քանի վրացի ստուդիա։ Մտավորականներ։ Ճիշտ ասած ներողություն խնդրես, ես խնդրում եմ ռուսերեն խոսեք, որ մեր հայերը հասկանան։ Եվ ինչ են ասում այս վրացի մտավորականները, որոնք կարելի ասել տարբեր տարիներին վերլուծություններ են արել, ելույթներ են ունեցել։ Այդ վրացիք ասում են ամոթա մեզ։ Եվ այդ վրացիք ասեցին, ասես լավ, ինչի է տենց եղել։ Մեկը ճիշտ ասեց, որտեվ արմենաֆոբիա կա։ Ինչի այդ ֆոբիան չգիտեմ, որտեվ մեր հարևաններից սախից տուժած ենք, այս հայերի վրա կարանք իբր թե մեր արևում բան ինքնահաստատվենք, հա։ Հերսը, մեր հերսը, ինչպես ասեմ հայերեն, մեր հերսը թափում ենք հայերի գլխին, մեկն ասում շատ ճիշտ ես ասում։ Ցուցակալի կադր։ Գզարմանս։ Վրացին եկել է Երևան, Հյուսեն Պողոտայում, հակել է թագավորի բան ասած կեսներ, իբր մեծ ծեր առնում, մոտենում է հայ աղջիկին, հայ ջահել տղաներին, ասում է Չուչխելան, վրացականը թե հայկական։ Սուջուխը։ Հետո հարցնում է, ջահել երեխուն ասում է, երբ եք քրիստոնեություն ընդունել։ Ասենք երեխա ասում է 301 թիվ, չէ, խափում եք։ Դուք 315-ին եք ընդունել, իսկ մենք 314-ին։
Այս հայերը ցույց է տալ այդ կադրերը։ Հայերը սես նայում են, թողում են։ Հասկանում ես։ Եթե այդ օրը Այդ էլ վրացական շովինիզմն է, հա, երևի։ հա, իրանք քննադատում էին դա։ Ասում են դեշովկա չեք։ Կամ ասում է, օրինակ ես չէի իմացել սա։ Դեպուտատ անտվե։ Խամաձե, խարաձե։ Այս մարդը ընդդիմությունից է։ Ընտրությունների ժամանակ հոկտեմբերին էր, չէ՞, ընտրությունները։ Ցույց են տալի այդ կադրը։ Վրաց աղջիկը իշխող կուսակցության ուժի լրատվական միջոցից կորեսպոնդենտը մոտենում է այդ մարդուն, ասում է, «Այդ ճիշտ է, որ դուք հայ եք»։ Միանգամից վարկանիշը իբր գահավիժ է, էլի։ Ի վերջո այդ մարդը ընտրվել էր падգամավոր։ Հասկանում եք։ Եվ գիտեք, ես օրինակ հպարտության զգացում զգացի, էլի, որ նույնիսկ վրացիների մեջ 5-6 մարդ նստած քննադատում են այդ ամենը։ Իրենց մտավորականներն Մենք էլ ենք այժմ բաներ անում իրանց հասցեին, բայց իրանք մի հատ չհիշատակեցին։ Մտավորականությունը կա։ Իրանք ասին, ինչ հասկացես, ինչ արմենոֆոբիա, ինչի համար։ Մենք որտեղ մեր խնդիրներն ուրիշ տեղ են։ Դեպ ասեմ, որ այդտեղ քննարկվեց նաև, որ այս 35 տարվա մեջ Վրաստանում հայերի տեսակարգշիռ բնակչության մեջ 7% ելա 4% է, հա չի մնացել։ Գնում են։ Եվ իրանք հասկացնում էին, որ մեկ ուրիշ ազգ կա, ինձ թվում է Ադրբեջանի նկատի ունեին, որոնց տեսակարգշիռը բացացել է, սրա մասին մտածենք։ Այո, ճիշտ է։ Եվ այդ օրը ֆուտբոլի օրը, օրինակ մեր բանը Փաշյանը կամ Սուրեն Պապիկյանը պիտի վազեին հայկական տրիբունա դեպի։ Այո։ Պիտի վազեին։ Որ մենք քիփ կանգնած ենք։ Ոչ թե եւ սա չպետք է խորացնել։ Ես վստահ եմ, որ դա վրաց ժողովուրդը չի։ Ցույց են տալի դեմքեր են ցույց տալի մի քանի հոգան ազգանոտ խուլիգաններ են։ Թիֆլիսի խուլիգաններից։ Չէ, մեր բալեշիկները ոնց որ մատ են ցույց տվել Արմեն Մելիքբեկյանին, վրացիներին թվացել է, թե դա իրենց է ուղված, դրանից է սկսվել այդ բախումը, դե հասկանալի է, կարա այտենց դեպքեր շատ են լինում աշխարհով մեկ։ Իրանք դա ասեցին, հոտես չիլում, ասում են հոտես բանից չիլում։ Իրանք էլ ասին, որ իրանց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին է ցույց տվել։ Այո։ Հետո դե տասնյակ մարդիկ ներողություն խնդրեցին վրացիների անունից, որ Չէ, բայց քննարկումն են ասում ես, նաև դա խոսում են մասին, որ մենք այնքան հիմա խեղճ, թույլ, այնքան նվաստացրել է մեզ այս մարդը, այս իշխանությունը, մեզ հասցրել է այն վիճակին, որ հիմա տեղից վեր կացող, այո, կարող է նաև վիրավորի, այո, ով ասում է, մտածի հայ, հա, մեծ չափալախը մասն է։ Այս ինքը դարձել է աշխարհի բոլոր երկրներում։ Եվ դրանից հետո ասում է, վերջապես ինքնիշխան ենք դարձել, դա ինչ ասում։ Սուտ ասա, հապե բա եւ այլն։ Ամեն ինչ հարություն աշտանով շուրջ հակառակը ներկայացնի։ Տեսա, Վասաձեի մոտ այդ բանը տեսա, մի քիչ հպարտություն զգացել, որ հեսա, տես ճիշտ վրացական մտավորակ, ճիշտ դատողություններով։ Ճիշտ, կան։ Պետք է այդ ժողովրդի այդ ազգի հետ նորմալ հարաբերություն կառուցել։ Կիսելու բան չունենք իրանց հետ։ Կիսելու բան չունենք։ Մի հատ պրիվոլնայի վեճ կա, սահմանային, հենց 28 թվին լուծված վերջացած է։ Ընդ որում հիմա նաև Իրանի հետ ունենք շատ լավ հարաբերություններ հաստատելու հնարավորություն, Իրանի արտգործնախարարը շաբաթ Հայաստան էր եկել եւ իրենք ամեն կերպ ձգտում են Հայաստանի հետ լավացնել բոլոր հնարավոր առիթներով։ 4 տեսակի հրտիր արձակեց։ 10 մախից մինչև 25 մախ արագությամբ։ 10 մախից վերև, երբ որ իրենք խփում են Իսրայելին, ոչ մի չեն կարող խփել։ Ոչ մի հակաօտային պաշտպանության համակարգ այս պահին 10 մախից վերև հրտիր չի խփում։ Իդեպ դա երևի հետաձգեց ԱՄՆ մտադրությունը հարվածել Իրանին։ Որտեւ Իրանն ասում է, եթե դու ինձ հարվածես, ես Իսրայելին հաշվի նստել արդեն իրենց հետ իհարկե։ Լավացրեք հարաբերությունը, մի հատ ճամփա չես սարքում, այն ճամփեն տվել ես Խապան Գորիս ճակատեն, մեզ կողմից մի հատ ճամփա չես սարքում։ 4 անգամ միջազգային մրցույթ ես արել։ 4 անգամ մրցույթի արդյունքներ չեղել ես հայտարարել։ Այդ բյուջեն բերում ես, անէֆեկտիվ ծախսում ես, սա նրան, ասենք մետեղ հետում ես մի 50 հոգու պետության հաշվին ինքնատիրում ես լսում տանում ես եսիմ մեքենան ես արում, ցակուցել ես արում, վաղուց կառուցել էիր։ Երկու տունել է մեզ պետք կառուցել, Քաջանի տունելը եւ Բարգուշատի տունելը, որպես այնտեղ որտեղ այդ կառուցված է Տաթևի թևեր, բանը, դու ասա, ճոպանուղին, այդտեղ մենք կամուրջ ենք գցում ու դիմաց սարով մտնում ենք մեջը։ Ոչինչ չես անում, 8 տարի անցել։ Այն ողորմելի Երևան Գյումրի ճամփեն գնում ես կեսը կառուցված չի։ Միլիարդն արդեն պրծել է։
Այն ինքը չէր որ հայոյի մեր ասում էր, հələ գա տենում ինչ եմ անելու։ Շի բաներ չես ան, էլ ավելի խորացրի խնդրեմը։ Չէ, մի կողմից հիմա խաղաղություն ես մուրում այն պետություններից, որոնք քեզ չեն տալիս ոչ մի բան եւ պատրաստ չեն քո հետ հարաբերություն կառուցելու, իսկ այդ երկրները, որոնք պատրաստ են քո հետ հարաբերություններ կառուցելու, նրանց հետ չես կառուցում, չես զարգացնում։ Չէ։ Դու ուժեղացրու քո հարաբերությունները Ռուսաստանի հետ, Իրանի հետ, տեսք որ Թուրքիան ու Ադրբեջանը ոնց են դրանից սաստվում, հետ նահանջում, հետևություններ անում։ Իհարկե։ Տարական բան է, չէ, ի վերջո, նես չի որ Ուզում ես Իշխան խաղաղության գայնագետ պայմանագիրը է։ ստորագրվի։ Այո։ Վաղը հայտարարի, որ ես հապկին մասնակցում եմ, խնդրեմ չունեմ։ Ուզում ես ստորագրվի, դա հայտարարի, բրծի ինգեր ջան։ Եկել ես մեզի ֆրասում ես, որ ինչ։ Միջանցք տանք են տանք։ Դու քանի կար ռուսեն ասում են լավ, եթե ճամփա պիտի լինի, իրանք միջանց բառը չեն օգտագործում, մենք դեժուր տանենք, որ խնդրեմ չլինի հանկարծ։ Մերժեցի, ինքն է իր ստորագրել, մերժեցի։ Հիմա էլ պարզվում է, որ միջանց չես տալիս առանց վերահսկողության։ Դու վերահսկող ես ադրբեջանական բաներին, տեխնիկային, որ կտեղափոխվի դե դու կարող ես դա անել։ Մի խոսքով Հայաստանը որփի գլխի նման հայտնվել է մի ղասաբի ձեռքում, որը չգիտի ինչ անի, ոնց անի եւ մեր գլխի վրա ղասաբություն է սովորում։ Մեր Հայաստանի վրա ինքը կառավարել է սովորում, գիտելիքներն է իր Նիկոլ Փաշյանը պետական վերականգնում։ կառավարումը գիտեք ինչ է, հիշեցնում էր մսագործին, ղասաբին, մսագործի միս, որ Գազպրոմս ասաց դմասի հետ գործ ունես, այդտեղ մեկի սիրտը պետքա վիրահատել։ Այս մարդուն բերել են Նիկոլ Փաշյան, ասում են պետությունը կառավարի։ Էսա։ Մի խոսքով էսպիսի ցավալի իրավիճակ։ Հուսանք, որ Գյումրին լավ արդյունքներ է տալու եւ մենք ունենալու ենք որոշակի փոփոխություն մեր երկրում ընդհանուր երկրի մթնոլորտում։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Բագրատյան։ Այսօր այսքանը։